Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Փառք ես Աստված, փառք ես ամեն ինչի համար փառք ես։ Գիրագի լուսապած է։ Հայրենի մեր դունեն գողջունեմ ձեզ բոլորդ սիրելներ եւ սրտանց կաղոթեմ, որ Աստված խաղաղություն տա մեր հայրենիքին, որ Աստված անսասան բահե մեր հայոց pedagogiությունը, Աստված բայցարացնե հայոց եկեղեցին սուրբ առաջնորդներով առաջնորդե մեր ժողովուրդը թեպի հավերենական կյանք եւ նաեւ սիրելներ գաղութեմ, որ մեր ժողովրդի զավակները իրարու հետ սիրով ու սրբությամբ ապրին։ Գիրագի օրերու մեր առաջնային բարդականությունը եւ բարդքը պետք է լա սիրելներ անպայմանորեն եկեղեցի երթալ։ Այո, դերը ամբողջ շաբաթը մեզի դված է, որբեսի աշխատենք, վայելենք, բայց Աստված կուզե որ սիրելներ գիրագի օրը, դիրոջ նվիրված օրը իր դունը երթանք եւ թե շնորհակալություն հայտնենք իրեն մեզի դված իր անչափ բարգեւներուն համար, մեր հանդեպ իր ցուցաբերած անհուն սիրուն համար, ինչպես նաեւ սիրելներ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինով եւ արյունով հաղորդվելու։ Որքան կարեւոր է սիրելներ սուրբ հաղորդությունը ստանալը։ Ոմանք կրնան արարգել եւ ասել որ մենք մեր դան մեջ ալ կրնանք աղոթել։ Այո, ծեր դան մեջ կրնանք ծեր անձնական աղոթները աղոթել։ Բայց սիրելներ, ծեր դան մեջ չեք կրնար հաղորդվել Տեր Հիսուս Քրիստոսի մարմինով եւ արյունով։ Անիգա միայն եկեղեցիներու մեջ կլա, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոս է որ սուրբ բادرակի ադեն կբادرակվի, գնձայվի իր մարմինը եւ արյունը մեզի գուտա, որբեսի մենք Քրիստոսի մարմինով եւ արյունով զորանանք, բժշկվենք, իր մեջ ապրենք ու հավիտենական կյանք ունենանք։ Այսօր սիրելներ ցեզի գուզեմ վկայությունը պատմել։ 2018 թվականի մայիսի 14-ին գիրագի օրը 7 իսլամներ Անկլիո Բիրմինգհամ շրջանի Սուրբ Մարիամ եկեղեցին գերտան կաթոլիկ, որբեսի այնտեղ Սուրբ բادرակը խանգարեն եւ հավատացյալներուն ասեն, որ դուք գուրք է որ գբաշտեք, ծեր դերն է որ գճաշակեք եւ անիգա բղծություն է, սրբաբղծություն է Ալլահին դիմաց։ Եվ երկար ժամանակ այս 7 իսլամները կպատրաստվին, անոնց մասին գրնակ սիրելներ YouTube-ով դիտել։ Կպատրաստվին, թուղթեր կպատրաստեն, որբեսի ծրվեն եկեղեցվո մեջ, գորոշեն, որ Սուրբ բادرակի ամենեն խորհրդավոր ժամանակ, երբ որ գսվի արեք կերեք ասիգա իմ մարմինս եւ արեք խմեցեք ասիգա իմ արյունս, երբ լրություն կլա կաթոլիկ եկեղեցվո մեջ, այդ ժամանակ խումբին մեծավորը, որոնց անունը Ռաշիդ էր, ոտքի բիդելեր եւ բիդեսեր որ դուք սրբաբղծության մեջ եք, հացն է որ կպաշտեք եւ մյուս անդամները միաժամանակ ոտքի բիդելեին, բիդի հայտարարեին որ Ալլահի զատ ուրիշ Աստված չկա, բիդի հայտարարեին որ Մուհամմադը ինքը Աստուծո մարգարեն է, առաքյալն է եւ Հիսուս ոչ թե Աստված է, այլ բարձրապես մարգարե։ Եվ կպատմի այս Ռաշիդը թե ինչպես սրտադրոպ կսպասե այդ օրվան առավոտ ժամը 11-ին բادرակ պիտի սկսի անոնք ժամը 9:30-ին արդեն եկեղեցվո մեջ են։ Ամեն մեկը դարբեր դեր գնստի դարբեր անգյուն սրտադրոպ որովհետեւ կմտածեմ որ այդ ժամանակ երբ ոտքի ելեն անմիջապես պիտի ապահովության ուրեմն ծառայողները գանչվին ներս եւ զիրենք ցերպակալեն եւ դուրս անեն, բայց գորոշեն Ալլահին համար այս բոլորը անել, հայտարարել որ քրիստոնյաները սրբաբղծության մեջ են եւ Ալլահին զատ ուրիշ Ալլահ չկա։ Ամբողջ համայնքը գավակվի, ուրեմն հավատացյալները գուքան, եկեղեցին լեփլեցուն է, գրոնավորը գսկսի Սուրբ բادرակի, այս Ռաշիդը իսլամ
ուրեմն ղեկավարը 7 հոգինոց իսլամական խումբին գտեսնե որ հավատացյալներու թեմքին վրա ոչ թե վախ կա, ոչ թե խոժորանք կա, ընդհակառակը սրբություն կա, ուրախություն կա։ Եվ գտեսնե թե ինչպես անոնք կմասնակցին առողջության բادرակին։ Երբ կհասնի սուրբ բادرակի ժամանակը, գրոնավորը նշխարը ծեր կգարդե, կփարսացնի եւ գսե արեք, գերեք, ասիգա է իմ մարմինս։ Եվ նաեւ քինին փարսացնելով գսե արեք խմեցեք, ասիգա է իմ արյունս, որ շատերու մեղքերու թողության համար կթափվի։ Ահա այդ ժամանակ, երբ ամբողջ համայնքը, ամբողջ հավատացյալները եկեղեցու մեջ լրության մեջ են, այս Ռաշիդը կփարսնա ոտքի գելե եւ կբորա դուք գրաբաշտեք, դուք հացը կբաշտեք, դուք ձեր դիրոջ մարմինը գուտեք, ասիկա սրբաբղծություն է։ Եվ միաժամանակ ամեն մեկ անգյունեն մյուս իր բարեկամներն ալ ոտքի գծատկեն, մեկը թուղթերը գծրվե, մյուսը կբորա լա իլահ իլալլահ, աստուծո մեզ Ալլահեն զատ ուրիշ Ալլահ չկա, Մուհամմադ Ռասուլ Ալլահ, Մուհամմադը առաքյալն է, ուրեմն Ալլահին, մյուսը կբորա որ Հիսուս միայն նաբի է, մարգարե է եւ ոչ թե Իբնըլլահ է, աստուծո որդի է։ Այս աղմուկի մեջ հանկարծ կզարմանան որ գրոնավորը եւ եկեղեցու մեջ գտնվող հավատացյալները ոչ թե դակնու վրա գլան, այլ այսպես խիղճ ունեցող որպես համայնք գտիդեն այս խեղճ մարդոց որ ինչ վիճակի մեջ են եւ ոչ ալ կգանչեն ապահովության ուժերը որպեսի կամ բռնեն ասոնց եւ դուրս անեն։ Գրոնավորը նշխարի իր ցերքին գմոդենա այս Ռաշիդին, այս իսլամական 7 հոգինոց խմբակի ղեկավարին եւ անոր թիմած կանգնելով գսե մենք կսե հացը չենք պաշտեր, մենք Հիսուս Քրիստոսը կպաշտենք, մենք Հիսուս Քրիստոսը կջաշագենք մեր հոգին մեջ, անիգա մեր դերն է, անիգա մարմնացավ, մարդացավ, ծնավ գադերելաբես, որբեսի մեր մեջ մնա հավիդյան եւ այս հացի խորհրդանիշին յետին մենք իսկական Հիսուս Քրիստոսն է որ կճաշակենք։ Եվ այս Ռաշիդը ինքը պատմե թե ինչպես երբ գնայի նշխարին լույս մը գջարակայթե իր սրդին մեջ, լույս մը գբացվի, Սուրբ ոգին գծնցեզինք եւ գսե ամբողջ մարմինս քարացավ, այլևս չգրծած շարժիլ, չգրծավ փարմը խոսիլ։ Ընկերներս ինձի բորացին որ Ռաշիդ, արտնցիր դուրս ելիր։ Ես չելա դուրս։ Անոնք փախան։ Եվ դեսա գսե գրոնավորին աչքերին մեջ են արցունքը գվազեր։ Եվ գրոնավորը հավատացյալներուն ասավ. աղոթենք իսլամ մեր եղբայրներուն համար, որ անոնց հոգի աչքերը բացվի։ Եվ լսեցի գսե հավատացյալներուն աղոթքը, որոնք գսեին Տեր Հիսուս, բաց անոնց աչքերը, Սուրբ ոգի, իրենց գուրութենեն դուրս բերզանոնք, որբեսի տեսնեն, որ Հիսուս ինքն է Տերն ու Փրկիչը։ Եվ գսե Ռաշիդը ոտքերս կարացան, գտոդեցա, ինգակեդին, եւ գրոնավորը զիս նստարանի վրա նստեցուց, ու ամբողջ տևողության չգիտա թե ինչ մտահեցավ ինձի, մինչև բادرակի ավարտը մնացի։ Բادرակի ավարտին գրոնավորը մոտեցավ ինձի հագարակ անոր որ ոստիկաններ կանչած էին ապահովության ծառայողները, սակայն գրոնավորը ոստիկաններուն հետ խոսեցավ ու զանոնք գրգեց եւ ինձ իսա որ քու վրա թաթ պիտի չփանամ, քու մասիդ պիտի վկայություն չդամ, այլ պիտի ուզեմ որ դուն երթաս եւ այսօրվան քեզի հետ պատահածի մասի մտածես։ Ես դուն վերադարձա գսե Ռաշիդը։ 3 օր ո՞յ մեկուն հետ չխոսեցա։ Ծնողներս կերացան էին չէի պատասխաներ։ Հետս եղող այդ 6 երդասարտները, ընկերներս գզանքեին, մեսեջ գուղարկեին, չէի պատասխաներ։ Արդյունքով գաղութեի որ Ալլահ, ես 29 տարի քեզի հավատացի։ Հիմա դու չգաս, ուրեմն Հիսուսն է ճիշտը, եւ սկսա Հիսուսին ասել դեր, եթե դու ես դերը, եթե դու ճշմարիտ ես, հայտնվե ինձի։ Գսե 3 օր յետք
հերացայնեցի ես նույն գրոնավորին Սուրբ Մարիամ եկեղեցվո եւ ուզեցի հետ հանդիպիլ։ Նույն օր հանդիպեցա, գրոնավորը չմեղադրեց ինձի։ Չսավ թե ինչու համար խանգարեցին մեր Սուրբ Պատրակը։ Ընթագարակը մդի գրավ ինձի։ Լսեց իմ վախերս, լսեց իմ գասկածներս, արդյունքս տեսավ եւ ապա ասավ. դղաս Սուրբ Հոգին է որ մեջդ կաշխատի եւ Սուրբ Հոգին քեզ կգանչի։ Ես հաջորդող 1 տարին գսե Ռաշիդ ապրեց այդ ահուստարսուրի մեջ։ Գասկածի մեջ որ ես փոքր տարիքես Ղուրանը սորված եմ, ծնողներս ինձ մով ուրախացած են։ Ես Պակիստանցի ծնողիմը զավակ եղած եմ, որ 12 տարեկանես արդեն Ղուրանի 12 գլուխներ անկիր գսե եւ ծնողներս գհբարդանային ինձ մով։ Եվ հիմա ինչ, ուրեմն ես 29 տարի զուր Ալլահի ավադացած եմ, ուրեմն թադարգ եմ հավատքս, ես որ ամեն ինչ գնեի, որ Ալլահի աչքի մտնեի եւ երկնքի թրախտին մեջ շնորհքներ գտնեի, հիմա ուրեմն ամեն ինչ գորավ եւ գսե սկսած Սուրբ Գիրքը գարտալ։ Մանավանդ Հովանու Ավիդարանի 6-րդ գլուխը, որ այդ օր եկեղեցվո մեջ ընթերցված էր, անիգա խոցեց հոգիս, ուր Հիսուս կսե, եթե իմ մարմինս չուտեք եւ արյունս չխմեք, հավիտենական կյանք չեք ունենալ ձեր մեջ։ Գսե հայրս աստարարեց ինձի, որ այլևս հետս չես խոսիր, եթե դու իսլամությունը թողես։ Մայրս լուր գրգեց հորս հետ, որ ես քեզ գսեբեմ որպես մեռած զավակ, եւ մինչեւ ամբողջ կյանքիս ընթացքին գսկամ քու վրատ, որ մեռած ես ինձ համար։ Քույրս ասավ, դու մեզի օրինակ պիտի լայիր։ Հիմա ինչ պատահեցավ քեզի։ Եվ սկսա աստարարությունները ստանալ, բարեկամները, ընկերները, ասելու համար, որ եթե լքես իսլամությունը գսպանեն քեզ, եթե լքես իսլամությունը խայդարագեն քեզ։ Կսե 2019 թվականին Հարության դոնեն 1 գիշեր առաջ խտման օրը ջրակալույցին ես եկեղեցի մտա գսե այս անգամ ոչ թե խանգարելու եկեղեցվո Սուրբ Պատրակը, այլ մտա որբեսի մգրդվիմ եւ քրիստոնյա դառնամ։ Եվ գսե ինձի հետ 3 հոգի գային։ Միասին խոնարհեցանք, ավազանին դիմաց, գրոնավորը մեզ մգրդեց հորը որդին եւ Սուրբ Հոգին անունով։ Ջուր թափեց մեր վրա, ամբողջ ջուր հոսեցավ մարմնիս վրա, եւ ես ըսկացի Տիրոջ Սուրբ Հոգի ներկայությունը։ Եվ երբ հասավ բահը Սուրբ հաղորդությունը ստանալու, այն հաղորդությունը, որ ես դարիմը առաջ սրբաբղծություն կհամարեի, հիմա արդյունքով զայն ընդունեցի։ Եվ երբ ճաշակեցի, Փերնիս մեջ սովորական հաց էր, բայց հոգիս մեջ ըսկացի Հիսուս Քրիստոսը ընդունած։ Եվ ահա ես հագարական օր որ դարձա թիրախ իսլամ ընկերներուս աստարարություններ եւ ծանր աստարարան խոսքեր ստացա, մինչև իսկ աստարարեցին զիս սպանել։ Ես գործընծուցի երկրավոր ընտանիքս, բայց շահեցա Հիսուս Քրիստոսը։ Եվ ես այսօր վգան եմ Հիսուս Քրիստոսի։ Եվ այս Ռաշիդը սիրելիներ ամուսնացավ քրիստոնյա աղջկամ հետ, ունեցավ զավակ։ Եվ այսօր իր պատճառով ավելի քան 200 իսլամներ դարձի եկած են, ապաշխարած են ու Քրիստոսը ընդունած են։ Եվ գշարունակվի անոր վկայությունը։ Սիրելիներ, ահավասիկ Սուրբ հաղորդության զորությունը։ Այս վկայությունը ցեզի բատմեցի այս իրական դեպքը, որբեսի տեսնեք թե Սուրբ հաղորդության խորհուրդը հզոր է։ Մենք սիրելիներ ոչ թե սովորական հաց եւ սովորական քինի է, որ բարձաբես կճաշակենք։ Այո, անոնք սիրելիներ իրենց քոյացափոխությունը չեն փոխեր, սակայն այդ հացին յետին ճշմարտաբես Քրիստոսն է որ գա եւ այդ քինին յետին ճշմարտաբես Քրիստոսի արյունն է որ գա ու երբ կճաշակենք թեև մեր փերնի մեջ անիգա սովորական հաց ու քինի է, սակայն մեր սրդի մեջ ճշմարտաբես
Հիսուս Քրիստոսն է, մեր Տերն ու Փրկիչն է։ Անոր համար է որ սարգսակը կհայտարարե ու գսե երկյուղիվ եւ հավատով հարաճ մադիկ եւ սրբությամբ հաղորդեցարուկ։ Երկյուղով եւ հավատքով մոդեցեք եւ հաղորդվեցեք, որովհետեւ անիկա Քրիստոսն է։ Դեր Հիսուս կսես սիրելիներ, Հովանու Ավետարանի 6-րդ գլխու պիտի գարտամ ցեզի 48-ին 58 համարները։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը Հիսուս կսերյաներուն մանանան գերան անաբադի մեջ փայծ մերան, մինչդեռ ով որ ուդե երկինքեն իջած այս հացեն պիտի չմեռնի։ Ես եմ գենտանի հացը, որ երկինքեն իջած է, ով որ այս հացեն ուդե հավիդյան պիտի ապրի։ Հացը, որ ես պիտի դամ, իմ մարմինս է, որբեսի աշխարհը կյանք ունենա։ Այս խոսքին վրա հрьяաները սկսան իրարու հետ փուրն գերբով վիճապանի լսելով, ինչպես կրնա այս մարդը իր մարմինը մեզի դալ ուդելու համար։ Նույն այս մտածում ունեին իսլամայթ 7 դղակը, որոնք ուզեցին խանգարել սուրբ պատրակը։ Ետեսեք Հիսուս ինչ կսե։ Հիսուսը սավանով անոնց լավ գիտեք, որ եթե չուդեք մարդու որդիին մարմինեն եւ չխմեք անոր արյունեն, կյանք պիտի չունենաք ձեր մեջ։ Ով որ մարմինես կուտե եւ արյունես կխմե, հավիտենական կյանք ունենա եւ ես անոր հարություն պիտի դամ վերջին օրը։ Քանի մարմինս ճշմարիտ կերագուր է եւ արյունս ճշմարիտ խմելիք։ Ով որ մարմինես կուտե եւ արյունես կխմե, մեջս կփնագի եւ ես անոր մեջ։ Ինչպես հայրը, որ զիս խրգեց Գաբրի, ես ալ իր մով Գաբրիմ, նմանապես ով որ իմ մարմինես կուտե, պիտի ապրի ինձ մով։ Այս է երկինքեն իջած հացը։ Ասիկա չի նման իր այն մանանային, որ ձեր հայրերը գերան եւ հետո մեռան։ Ով որ այս հացը ուտե, հավիտյան պիտի ապրի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ահա որքան կարևոր է սուրբ հաղորդությունը ստանալը։ Եվ սակայն ըսկուշը լանք, որ անարժանությամբ չմոդենանք սուրբ հաղորդության։ Ներենք սիրելիներ իրարու, մաքրենք մեր սիրտը, հոգին եւ վերջ մոդենանք սուրբ հաղորդությունը ստանալու, որովհետեւ հաղորդությունը սիրելիներ կյանք է, սրբություն է։ Հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Անարժանությամբ մոդեցողը պիտի դատապարտվի։ Այս մասին Պողոս Արաքյալ գկրե առաջին Կորինթացիներու նամակի 11-րդ գլխու մեջ։ Ես պիտի ուզեմ ցեզի գարտալ սիրելիներ առաջին Կորինթացիներու 11-րդ գլխու 26-րդ համարեն մինչև 32-րդ համարը։ Հետևաբար ամեն անգամ որ այս հացը գուտեք եւ այս փաժագեն գխմեք, կսե Պողոս Արաքյալ, դիրոջ մահը կբատմեք մինչև իր երկրորդ կալուստը։ Այսուհետև ով որ անարժանությամբ ուտե այս հացը կամ խմե դիրոջ փաժագեն, դիրոջ մարմինին եւ արյան թեմ մեղանչած կլա։ Ուստի ամեն մարդ նախ ինքզինքը թող քննե եւ ապա միան այս հացեն ուտե եւ փաժագեն խմե, որովհետեւ ով որ անարժանությամբ գուտե եւ գխմե այդ ուտելովն ու խմելովը ինքզինք դադարդության կենտարգե, քանի որ զանազանություն չի տներ սովորական հացին եւ դիրոջ մարմնին միջեւ։ Այս է ահա պատճառը, որ ձեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավակարներ կան եւ բազմաթիվ են նաեւ անոնք, որ նույն պատճառով մեռան։ Եթե երբեք մենք մեզ քննեինք, չէինք պատժվեր։ Իսկ եթե կպատժվինք, դեր այդ ծևով գխրադե մեզ, որբեսի չլա որ աշխարհի հետ միասին դադարդվինք։ Այսօր սիրելիներ, եթե ազգովին կպատժվինք, որովհետեւ սրբությամբ չենք մոտենալ սուրբ հաղորդության։ Քննենք մենք մեզ, բոլորս։ Սկսյալ վերին մարմնի անդամներ են, սկսյալ եկեղեցվող ղեկավարներ են, կաթողիկոսներ են, պատրիարքներ են, եպիսկոպոսներ են, քահանաներ են, նաև pedagogan մարդոցմե, նախագահներ են, վարչապետներ են, ամեն մարդ, մինչև ամենեն խոնար զավակը, ամեն մարդ եթե ինքզին քննե, խոստովանի իր մեղքերը, ապաշխարե, այդ ժամանակ սիրելիներ, Աստված իր պատիժը մեր վրային կհանե։ Մենք մեզ է որ կպատժենք անարժանությամբ Քրիստոսի մարմինեն եւ արյունեն ճաշակելով։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, այսօր Փարեգենտան առաջավորացի բախոց է, վաղվնե 5 օր կսկսի առաջավորած բակը, այն բակը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խորվիրաբեն դուրս ելնելով մեր ժողովրդի զավակներուն ասավ, որ
չուդեն, չխմեն, կիդակցին իրենց մեղքերուն համար, զղջան, եւ աբա 60 օր քարոզեց Սուպրիկո լուսավորիչ, եւ աբա ժողովուրդը մգրտվեցավ։ Այսօր մեր ազգը իսկապես գարիք ունի վերստին սիրելներ, հոգեվորապես վերամգրտվելու, Սուրբ հոգիով մաքրվելու։ Սուպրիկո լուսավորչի բարեխոսությունը կխնդրենք մեր հավատքի հոր, որ աղոթեց հայրենիքին համար, զավակներուն համար եւ լուսավորեց մեր աշխարհը։ Բայցողության օրերով ապրենք սիրելներ հարաճիգա օրերը, որտեղ այսօր մեր ազգին մեջ ահավոր վիճակ կա։ Այսօր սիրելներ ճշմարտաբար եկեղեցի եւ բեդություն հարաբերությունը խախտված է եւ մեր ժողովուրդը երկփեղված է։ Աղոթենք, որ Աստված վերացնի այս երկփեղումը, Աստված միացնե մեզ։ Նույն ազգի զավակներն ենք։ Ամեն մեկս մեր մեղքերը դիտենք ու դիրոջ դիմաց կանք մեղայի կանք իրարու հետ սիրով ապրենք, որբեսի մեր հայրենիքը, մեր եկեղեցին, մեր pedagogiությունը, մեր ընտանիքները, մեր օգիները բժշկվին Հիսուսի մարմինով եւ արյունով, բժշկվին, մաքրվին Աստծո ներկայությամբ ու Սուրբ Հոգին մեզի բարգեւած սրբությամբ։ Այդ ժամանակ սիրելներ առաջավորած բակը իսկական բակ կլա։ Քանի որ շաբաթավերջը եկող շաբաթավերջը Սուրբ Սարգիսի դոն է, ժողովրդի մեջ նաև առաջավորած բակը գոչված է Սուրբ Սարգիսի բակ։ Անիկա Սուրբ Սարգիսի բակ չէ, բայց Սուրբ Սարգիսը, որովհետև սիրելներ ընտանիքներու ամուսնության պաշտպան Սուրբը գնշարակվի։ Անիկա սիրելիներ թող բարեխոսը լա մեզի համար։ Քանի որ ինք կնկատվի ընտանիքներու ամուսնացողներու Սուրբ, թող Սուրբ ամուսնություններ կնքվին, թող ընտանիքներու մեջ մաքրությունը լա, Սուրբ Սարգիսի հավատքին պես զորավոր հավատք ունենք։ Եվ մենք սիրելներ կարողանանք իսկապես առաջավորած բակի օրերը սրբությամբ եւ օրհնությամբ ապրել։ Օն ուրեմն հայասկի զավակներ, եղբայրներ եւ քույրեր, ազգագիցներ, թիմենք եկեղեցի։ Երթանք Աստուծո դունը, սրբությամբ երթանք։ Ոչ թե սիրելներ երթանք այս կամ այդ նպատակով։ Եթե մարդիկ կան քաղաքական նպատակով երթան, եթե մարդիկ կան ոչ մեկ ուրիշ նպատակներով երթան, անարժանությամբ ստացած վիլան Սուրբ հաղորդությունը եւ անիգա իրենց համար դադարդություն դիլա։ Եկեղեցի պետք է երթանք մեկ բանի համար։ Ոչ կաթողիկոսներու համար, ոչ առաջնորդներու համար, ոչ ղեկավարներու համար, այլ Հիսուսին համար։ Երթանք, տեսնենք մեր Հիսուս, հանդիպենք մեր Տիրոջ եւ խոնարհությամբ մեր մեղքերը զղջանք, ապաշխարենք եւ Հիսուսը ընդունենք մեր կյանքի մեջ։ Եվ այդ ժամանակ է որ մեր ազգը պիտի բժշկվի, մեր հայրենիքը պիտի բժշկվի եւ մենք սիրելներ սրբությամբ պիտի ապրենք։ Աղոթենք մեր հայրենիքին համար, հայոց սպանագին համար, մեր քերեվարված զավակներուն համար դուն դառնան։ Աղոթենք մեր նահատակ զավակներուն համար։ Աղոթենք իրարու սրբության համար։ Իրարու սրբության հոգ տանենք սիրելներ եւ ոչ թե քայթակղեցնենք իրար։ Իրարու անտեպ սիրով ու սրբությամբ լանք։ Մեր շրթունքները օրտությամբ բանանք եւ ոչ թե լգդի խոսքերով ու հայյանքներով։ Եվ աղոթենք, որ այս բոլոր տեսակի անհամաձայնությունները, նեղությունները վերանան, սատանան գործի մեր հայրենիքեն եւ Քրիստոս մեր ընտանիքներուն եւ մեր ազգի մեջ սեր եւ միապարություն բերել։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ գիրագի ձեր բոլորին։